Փառք Տիրոջը սիրելի եկեղեցի, եկեք աղոթենք, ամենակարող Տեր, գալիս ենք քո առաջ, խնդրում ենք այսօրվա ծառայությունը քո ձեռքերի մեջ լինի Տեր իմ Աստված, որ դու օրհնես մեզ քո խոսքով, քո Սուրբ Հոգով, քո ներկայությամբ, տաս մեզ քո բերանից դուրս եկած կենդանի խոսք Տեր իմ Աստված, քանի որ մենք կարիք ունենք քո խոսքի, հանձնում ենք քո ձեռքերի մեջ մեր այսօրվա ծառայությունը։ Փառք քեզ Հայր, Որդի և Սուրբ Հոգի, հալելույա, ամեն։ Փառք Տիրոջը այսօրվա ծառայության համար, որ մենք իր առաջ ենք, որ մենք իր ընտանիքի մի մասն ենք, որ նա մեզ ընտրեց, օրհնեց մեզ ու մեզ տանում է իր ճանապարհների մեջ ու պահում է իր ճանապարհների մեջ։ Այսօրվա խոսքը վերնագրել եմ նա, ով ինձ սիրում է, իմ խոսքը կպահի։ Մեր սիրուց է երևում, թե մենք մեր գործերից, մեր կյանքի գործերից, Աստծու գործերից երևում է մեր կյանքում, թե ինչքան ենք մենք սիրում Իրան, ինչքան ենք մենք իր խոսքը պահում։ Հովհաննես 14:21-ը կարդանք։ Ով իմ պատվիրանները ունի և պահում է դրանք, նա է ինձ սիրողը։ Ով ունի իր մեջ Տիրոջ պատվիրանը և պահում է, նա է Տիրոջը սիրողը։ Նախ մենք պետք է իմանանք իր պատվիրանները և պահենք Տիրոջը, Տիրոջ խոսքը։ Մեր պահելուց երևում է, թե ինչքան ենք մենք սիրում Տիրոջը։ Եվ նա, ով սիրում է ինձ, պիտի սիրվի իմ Հոր կողմից, և ես պիտի սիրեմ նրան, և ինձ պիտի հայտնեմ նրան։ Մենք շատ ժամանակ խոսքը պահելը պատկերացնում ենք, որ մեղք չգործենք, արդեն խոսքը պահում ենք։ Բայց մենակ մեղք չգործելը քիչ է, Տերը շատ տեղեր ինչքան Աստծո սիրո մասին է խոսում կամ ավելի շատ խոսում է քո եղբորը սիրելու մասին։ Շատ կարևոր է, որ մեր մեջ լինի այն սերը, որ Աստված մեզ տվել է, որովհետև Աստծուն սիրելը հեշտ է, բայց քո քրոջդ եղբորդ, որ քո հետ է ու շատ թերություններ ունի, իրան սիրելը դժվար է։ Նաև Աստծո խոսքը պահելը, դա չհպարտանալն է, դա խոնարհվելն է, դա նմանվելն է Տիրոջը, մեկ հոգու մեջ լինելն է։ Տերը Պետրոսին ասեց, սիրում ես ինձ, 3 անգամ Պետրոսը տխրեց, ասեց, առանձնացրու իմ գառներին։ Այսինքն ծառայի իմ ժողովրդին, պատկերացրեք, ես գնամ մի հեռու երկիր կամ գնամ կյանքից իմանամ, որ պետք է գնամ ու արամ եղբորը Տիգրան եղբորը կանչեմ, ասեմ իմ երեխեքիս տիրություն կանեք, ես իրանց հետ չեմ լռնելու։ Եթե իրանք ինձ սիրում են, իմ երեխեքիս տիրություն կանեն։ Տեր Հիսուսը այդ նույն ձևով վստահեց իր երեխեքին, ասեց արածացրու իմ գառներին, որովհետև մանուկները պաշտպանության կարիք ունեն, մանուկները սովորելու կարիք ունեն, մեկը պետք է, որ իրանց հովություն անի ֆիզիկապես, քանի որ Տերը ֆիզիկապես գնում էր, մեկը պետք է, որ պաշտպանի, որովհետև կգան գայլեր, կգան փորձություններ, մեկը պետք է, որ խորհուրդ տա մանուկներին, ինչի Տերը ասեց, մինչև մանուկների նման չլինեք, չեք մտնի Աստծո թագավորություն, որովհետև մանուկները խոսքի կարիք ունեն, մանուկները սովորելու կարիք ունեն։ Իրանց սիրտը բաց է սովորելու, իրանց սիրտը բաց է Աստծո համար, մեծերի, ծնողների համար։ Ասում է իրանց պես պարզ եղեք, որ մտնեք Աստծո թագավորությունը։ Ասում է Երանի հոգով աղքատներին, ինչի համար, որովհետև
իրանք կարիք ունեն Աստծո։ Իրանք կարող շատ բաներ ունենան այս կյանքում, բայց ամեն ինչ փուչ համար են։ Աստծո խոսքի կարիք ունենան։ Եթե մենք հոգով աղքատ ենք, մենք իր խոսքը սովորելու կարիք ունենք։ Մենք մանուկների պես վազում ենք իր ճանապարհներով։ Ասում է. «Եվ ես պիտի սիրեմ նրան, եւ ինձ պիտի հայտնեմ նրան»։ Տեսեք, ով որ ասում է ինձ սիրում է, իմ խոսքը պահում է, եւ ես պիտի նրան սիրեմ ու հայտնեմ նրան իմ մասին։ Տեսեք, մենք երբ որ իր խոսքը պահում ենք, սիրում ենք իրան, արդեն գիտենք, չէ, իր մասին, բայց ասում է ես պիտի հայտնեմ նրանց իմ մասին։ Այսինքն մենք լսում ենք Աստծո խոսքը, դառնում ենք դեպի Աստված, ապաշխարում ենք, բայց Տեր ասում է ես հայտնի կանեմ, քանի որ դու սիրտդ բացեցիր, դու ինձ սիրեցիր, ես ինձ հայտնի կանեմ քեզ, ինչպես հայտնի կանի իր խոսքի միջոցով։ Քեզ կհայտնի խոսքի խորությունները։ Դու կկարդաս ու Տերը քեզ կբացի, քանի որ կտենա քո մեջի եղած սերը, որ մանուկի պես դեպի իրան ես գնում, որ քաղցն ու ծառավն ունես իրա։ Ինքը կբացի, ասում է, կիմանաք ինչն է խորություն, լայնություն, բարձրություն, այդ գրվածքները, որ շատ մարդիկ կարդում են ու չեն հասկանում, որովհետև չեն սիրում, որովհետև իրանք Աստծո կարիք այդքան է չունեն։ Որովհետև հոգով աղքատ չեն, իրանց ավելի շատ իրանց կյանքն է հետաքրքիր։ Բայց խոսքը ասում է, ձեր կյանքը խոտի ծաղիկի նման է։ Եվ ասում է, խոտը կչորանա, ծաղիկն էլ կթառամի։ Ինչքան ուզում ես սիրուն ծաղիկ լնես, ինչքան ուզում ես փարթամ խոտ լնես, չորանալու ես գնաս, բայց ասում է, Տիրոջ խոսքը կմնա հավիտյան։ Եթե մենք բռնված ենք Տիրոջ խոսքից, իր խոսքը մեզ կպահի իր ճանապարհների մեջ, եւ Տերն էլ թույլ չի տա, որ իր խոսքը երբեք պարապ հետ վերադառնա։ Եսայի 55:10 խոսքը ասում է. որովհետև ինչպես անձրևն ու ձյունը իջնում է երկնքից եւ այնտեղ ետ չեն դառնում, այլ ոռոգում է երկիրը, այն բողբոջման հասցնում, որպեսզի սերմ տա սերմնացանի եւ հաց ուտողին։ Ասում է, ինչպես անձրևը գալիս է ոռոգում է, որպեսզի բերք լինի, որ ուտողը կշտանա, մարդիկ կարողանան ապրեն, այդպես էլ պիտի լինի իմ բերանից դուրս եկող խոսքը, այն դատարկ չի վերադառնա ինձ մոտ, այլ իմ կամեցածը կկատարի եւ ինչի համար որ ես ուղարկել եմ, դրանում կհաջողվի։ Աստծո խոսքը պարապ երբեք հետ չի վերադառնում։ Նա իր խոսքը տվել է եւ այս խոսքը պետք է ոռոգի մեր կյանքը եւ մեզ կերակրի, քանի որ մենք կարիք ունենք Աստծո խոսքով ապրելու։ Աստծո բերանից դուրս եկած խոսքը մեզ կյանք է տալիս։ Ապրեցնում է մեզ իր ճանապարհների մեջ է պահում։ Պետրոս 2-րդ գլուխ առաջի խոսքից։ Առաջի Պետրոս 2-րդ գլուխ Ուրեմն մի կողմ թողնելով բոլոր տեսակի չարությունն ու խաբեությունը, կեղծավորությունը, նախանձն ու չարախոսությունը, նորածին մանուկների պես փափագեցեք խոսքի, բանական եւ անխարդախ կաթը, որ դրանով աճեք։ Ասում եմ դեմ գցեք ամեն խարդախությունը եւ նորածին մանուկի պես փափագեք Աստծո խոսքը։ Ինչի համար է լինում, որ մարդը գալիս է դեպի Աստծուն, ապաշխարում է եւ տարիները անցնում են ու մարդու մեջ չի լինում հոգևոր աճ։ Որովհետեւ մարդը չի սնվում խոսքով։ Մարդու մեջ խոսքը մարմին պետք է դառնա, դու պետք է հետաքրքրված լինես խոսքով։ Երբ որ գալիս ես եկեղեցի, արդեն երկար ժամանակ
բայց ձանձրանում ես եկեղեցում, ասում ես, այս փառաբանությունը խի այսքան երկար, այս խոսքը խի այսքան երկար, քեզ ամեն ինչ օգնացնում է։ Մտածի դրա մասին, որովհետև արդյոք դու քաղցն ու ծառավը ունես, արդյոք դու Աստծո ճանապարհները փնտրում ես որպես մի մանուկ, որովհետև եթե քեզ ձանձրացնում է այդ ամեն ինչը, արդյոք դու կարաս երկար մնաս Տիրոջ մեջ, մինչև քո կյանքի վերջը։ Մի նայի թեթև աչքերով դրան։ Եթե գալիս ես ամեն տարին, ամեն ամիս պետք է քո մոտ հոգևոր աճ լինի։ Ասում եմ, եկա ձեզ, որպեսի պինդ կերակուր տամ, բայց դեռ կաթեք ուտում։ Ասում եմ, չեմ կարող ձեր հետ խոսամ որպես հոգևորի։ Ուզում եմ ձեզ կարևոր բաներ սովորացնեմ, բայց դուք դեռ կաթեք ուտում։ Դեռ նոր ապաշխարության քայլերի, այդ գիտելիքների, որ նոր մարդուն Քրիստոսի մասին ես պատմում, այդ մակարդակի մեջ եք մնացել։ Ինչն է քեզ խանգարում։ Եթե իրոք ճաշակել եք, որ Տերը քաղցր է, նրան գալով որպես կենդանի վեմի, անարգված մարդկանց կողմից, բայց Աստծո կողմից ընտրված եւ թանկագին, դուք նույնպես որպես կենդանի քարեր կառուցվում եք հոգևոր մի տաճար, մի սուրբ քահանայության Հիսուս Քրիստոսի միջոցով Աստծուն ընդունելի հոգևոր պատարակներ մատուցելու համար։ Դուք որպես հոգևոր մի քար, դուք ձեզանով ա կառուցվում, դուք եք եկեղեցին։ Դու կենդանի քար ես ու դու պիտի հոգևոր պատարակ մատուցես Աստծուն քո կյանքով։ Ասում եմ, խոնար սիրտը պատարակ է Աստծո առաջ։ Եթե դու գալիս ես ու կենդանի քար չես դառնում, դու երկար չես մնա եկեղեցում։ Արմատ չես դնում։ Քո հիմքը ամուր չի Քրիստոսով։ Մի բաց թող այն ամեն մի օրը, որ գալիս ես եկեղեցի, որ Աստծո խոսք ես լսում։ Որովհետև ամեն մի խոսքը քեզ հետո պետք է գալու։ Այդ խոսքն է, որ մեզ ապրեցնում է, մեղ գործելուց մեզ հանդիմանում, ասում է՝ մի արա այդ բանը։ Դու հիշում ես այդ գրվածքը ու խոսքը քեզ պահում է։ Վեցերորդ խոսքից, որովհետև գրքում էլ կա, ահա Սիոնում մի անկյունակար եմ դնում, ընտրված թանկագին եւ ով նրան հավատա երբեք չպիտի ամաչի։ Ուստի ձեզ հավատացյալներիդ համար նա թանկագին է, իսկ անհավատների համար այն քարը, որ շինողները անարգեցին, դարձավ անկյունակար։ Քո համար կյանքի քարը, իսկ նրանց համար անարգության քար, նրանք անարգում են Տիրոջը, լուրջ չեն վերաբերվում, մտածում են, որ դա մարդկանց հնարած պատմություններ է, բայց մեր համար կյանքի քարը։ Մենք գիտենք, որ Հիսուս Քրիստոս ժայռի վրա կառուցված մեր հոգևոր կյանքը, մեր հավատքի կյանքը մեզ տանում է հավիտենություն, ու մենք իրան ենք հուսացած։ Իսկ մարդիկ կլսեն ու լուրջ չեն վերաբերվի, կխաչեն Քրիստոսին իրանց սրտի մեջ, ոնց որ ժամանակ ֆիզիկապես խաշեցին։ Եվ գլորման վեմ ու գայթակղության քար նրանց համար, որ խոսքին չհնազանդվելով գայթակղվում են, ինչի համար էլ հենց սահմանված են։ Բայց դուք մի ընտրյալ սերունդ եք, թագավորական, քահանայական, սուրբ ազգ, նրան պատկանող ժողովուրդ, որպեսզի հռչակենք նրա փառաբանությունը, ով խավարից ձեզ իր սքանչելի լույսի կանչեց, որ անցյալ ժամանակում ժողովուրդ չէիք, բայց հիմա Աստծո ժողովուրդ եք։ Դուք ողորմություն չէիք գտել,
բայց հիմա ողորմություն գտաք։ Առաջ մենք հեթանոս էինք, մենք Քրիստոսին չէինք ճանաչում։ Թեև դաժե քրիստոնյա դարձանք, բայց քրիստոնեական երկրում ենք ապրում, դա դեռ չէր նշանակում, որ մենք փրկություն ունենք։ Նա մեզ ցույց տվեց իր ճանապարհները, մեզ հայտնի արեց, մեզ օրհնեց, եւ մենք նրան ճանաչեցինք։ Ճանաչեցինք նրան փառաբանելու, նրա սուրբ ժողովուրդը դառնալու համար։ Մեր կյանքը պիտի փառաբանի իրան, մեր կյանքով մենք պիտի իրան երկրպագենք։ Մեր կյանքի մեջ պետք է լինի իր խաղաղությունն ու իր սերը, մեր ընտանիքների մեջ։ Ոչ թե մենակ եկեղեցի գալով մենք այդտեղ շատ լավն ենք, եկեղեցում բոլորս գիտենք մեզ ոնց պահենք, բայց մեր տներում, մեր գործի տեղը, ինչ են խոսում երեխեքը մեր մասին, ինչ են վկայում մեր երեխեքը, թե ինչպիսին ենք մենք, դառնացնում ենք իրանց կյանքը, թե իրանց տալիս ենք իսկական Քրիստոս, որ իրանք մեծանան չթողեն գնան մեզանից, չհեռանան Քրիստոսից, ասեն, որ եթե Քրիստոսը քո մեջ էր, ես չտեսա այդ Քրիստոսին, ուրեմն Քրիստոս չկա։ Ոնց որ շատ մարդիկ նայում են քահանաների կյանքին, որ իրանք շատ աշխարհիկ բաներ են անում ու գնում են քահանայություն են անում, ասում են, այդ մարդիկ, որ այդքան գիտություն ունեն Աստծո մասին, ու չեն պահում, ուրեմն Աստված չկա։ Մեր երեխեքը, մեր շրջապատող մարդիկ մեզ են նայում։ Արդյոք մեր մեջ կա Քրիստոս։ Արդյոք մենք ունենք Քրիստոսին մեր կյանքում։ 11 խոսքը սիրելիներ, աղաչում եմ, որ պանդուխտներ ու օտարականներ հեռու մնացեք, որպես պանդուխտներ ու օտարականներ հեռու մնացեք մարմնավոր ցանկություններից, որոնք պատերազմում են հոգու դեմ։ Ասում որպես պանդուխտներ հեռու մնացեք։ Ինչ է նշանակում որպես պանդուխտներ։ Քանի որ մենք Աստծո սուրբ ազգը դարձանք, մենք արդեն չենք ապրում այս երկրի նպատակներով, մեր նպատակը հիմնական երկինք գնալն է։ Մենք ապրում ենք թեև ֆիզիկապես ստեղ, բայց մենք ընդեղի քաղաքացի ենք։ Տերը մեզ ընտրել է, ու մենք ստեղ պանդուխտ ենք որպես։ Ասում եմ, որպես պանդուխտ ապրեք, մի ամեն ձեր կյանքը դրեք ստեղ ինչ-որ մի բանի հասնելու համար, այլ նենց ապրեք, որ վաղը գնալու եք։ Փառք Տիրոջը։ Ղուկաս 14:25 Եվ շատ մեծ բազմություն էր գնում նրա հետ, և նա դարձավ ու նրանց ասեց. Եթե մեկն ինձ մոտ գա և չնախընտրի ինձ իր հորից և մորից, կնոջից, որդիներին, եղբայրներից ու քույրերին, ինչպես նաև իր կյանքը չի կարող իմ աշակերտը լինել, չնախընտրի ինձ իր կյանքից, իր եղբայրներից, քույրերից, երեխեքից, ծնողներից ավելի ինձ չնախընտրի, ասում է իմ աշակերտը լինել չի կարող։ Այսինքն, այստեղ պետք է մենք հասկանանք, որ մեր Տիրոջը մենք պետք է բացարձակ սիրով սիրենք ու առաջի տեղը նա լինի, եթե մենք ուզում ենք իր աշակերտը լինենք։ Քրիստոնյաները հենց իր աշակերտներն են կոչվում։ Գիտեք, մենք մեր երեխեքին կարող է շատ սիրենք, մեր համար կուռք դարձնենք, կամ մեկը իր ամուսնուն անցած քարոզի ժամանակ Դավիթ եղբայրը պատմում էր, թե իր մայրը ինչպես էր սիրում իր ամուսնու եւ որպես կուռք էր իր համար դարձել։ Բայց մենք ինչ որ ունենք, Տիրոջն է պատկանում։ Մեր երեխեն մերը չի, իրանն է։ Ոնց որ ես իմ ծնողինը չեմ, այլ իրանն եմ։ Ոնց որ Պետրոսիները ասում արածացրու եմ գառներին, այտենց էլ մենք մեր երեխեքին ենք արածացնում։ Մենք իրանց պահում ենք, սնում ենք, մեծացնում ենք, բայց իրանք
Քրիստոսինն են։ Որովհետև երբ որ մենք մեծանում ենք, մեր ծնողները մեր հետ չեն, իմ մամայիս հետ իր ծնողները չկան։ Մենք Քրիստոսինն ենք ու պետք է հասկանանք, որ միակ ինքն է, որ մեզ չի թողնի։ Բոլորը կթողեն մեր երեխեքն էլ, մեր կինը, ամուսինը, ծնողները, բայց նա է մեր միակ Տերը ու Փրկիչը։ Նա է, որ մեզ ասել է ձեզ չեմ թողնի։ Թեկուզ մեռնեք էլ կապրեք, որովհետև ես եմ ձեր Տերը։ Ձեր հետ ոչ մի բան չի պատահի։ Եվ ով իր խաչը չի վերցնում ու իմ հետևից գա, չի կարող ինձ աշակերտ լինել։ Գիտեք, այս տեղը որ կարդացի, մտածում եմ ինչ է խաչը վերցնելը։ Տերը բաց ինձ հայտնի արա ինչ է խաչը վերցնելը։ Այսինքն խաչը մի բան է, որ մենք չենք կարա թողենք։ Այսինքն այդ ծանրությունն է, չէ, որ մենք գնում ենք դեպի Քրիստոս, ու այդ խաչը մեր համար ծանրություն է։ Երբ որ նավերը դժվար են գնում, քսում են ծանրությունները, որ հեշտ գնան։ Բայց մենք այդ խաչը չենք կարա գցենք, դա մեր եսն է։ Մենք միջև մեր կյանքի վերջը դա տանում ենք։ Դա մեր մարմնի ցանկություններն են, դա ես տենց եմ հասկանում, չգիտեմ իրականում ոնց կբացատրեմ, բայց ես որ կարդացի, առաջի բանը, որ ես հասկացա, դա իմ եսն է, որ ես պետք է դա վերցնեմ ու գնամ Քրիստոսի հետևից, այսինքն իմ եսը ինչ է ուզում։ Ամեն ցանկություններ, որ ինձ հեռացնում է Քրիստոսին, ասում է դրանք վերցրու, դու քո եսը դու չես կարա թողես, դա դու ես, բայց արի իմ հետևից։ Դու դրա հետ միշտ պետք է պայքարես, քո խնդիրները, քո խնդիրները, ինչ որ կա։ Դու արի իմ հետևից։ Որովհետև խանգարող շատ բաներ կլինեն, դժվարացնող շատ բաներ կլինեն։ Որովհետև ձեզանից ով է նա, որ կամենա աշտարակ շինել և նախապես չնստի ու իր ծախսերը հաշվի, թե այն ավարտելու համար բավարար գումար ունի, որպեսզի չպատահի, որ հիմքը դնելուց հետո չկարողանաք այն ավարտելու, ու բոլոր տեսնողներն սկսեն ծաղրել նրան։ Երբ որ մենք մեր հոգևոր կյանքը սկսում ենք ու հասկանում ենք, որ պետք է Տիրոջը ծառայենք, որ առանց ծառայության չի լինի։ Մենք հասկանում ենք, որ իր աշակերտը պիտի լինենք, հասկանում ենք, որ մենք մի նոր կյանքի մեջ ենք մտնում։ Մի նոր պրոյեկտի մեջ ենք մտնում։ Ասում են նստի հաշվի, արդյոք կարող ես լինել իմ աշակերտը։ Որ հանկարծ կեսից քո հոգևոր շինությունդ կիսած չմնա։ Մի քիչ վերև ասում է, եթե աղը անհամանա, ինչով կհամվի, ասում է, ոտքի կոխան կլինի, ոչ մեկի պետք չի լինի։ Եթե դու ուզում ես Քրիստոսի աշակերտը լինես, լավ մտածի։ Դու այդ շինարարությունը պետք է ավարտին հասցնես, որ հանկարծ հետ չգնաս, միջև վերջ գնաս նրա ճանապարհների մեջ։ Փառք Տիրոջը, մյուս տեղը կարդանք Հռոմեացի 16 առաջի խոսքից։ Ուրեմն կարդանք տնային եկեղեցիների մասին։ Ինչքան կարևոր է տնային եկեղեցիները, ինչքան կարևոր է տնային եկեղեցի գնալը։ Ընդհանրապես, երբ որ ինչ-որ ծառայություն կա, որտեղ 2-3 հավաքվել են Տիրոջ անունով, Տերը անտեղ է, եթե դու ծառավը ունես Տիրոջ, պիտի գնաս, պիտի բաց չթողես ոչ մի ծառայություն։ Գիտեք, Սավուղը, երբ որ չարացած գնում էր Դավիթին սպանելու, հանդիպեց մարգարեներին ու ասում ամբողջ գիծեր մարգարեացավ։ Երբ որ չարացած գնում ես քո մեջ այդ պահին Աստված չկա, չէ՞։ Դու սաղ փակել ես, դու մենակ այդ մի բանն ես տեն, որ գնաս սպանես ու ասում են ամբողջ գիշեր մարգարեացավ։ Երբ որ դու թուլացել ես, դու ցանկություն չունես գնաս ծառայության,
քեզ վերցրու տար այնտեղ, ստիպի քեզ որ հասնես այնտեղ, երբ որ հասնես, այստեղ Տիրոջ հոգին է, որտեղ երկուսը երեք այնտեղ Տերն է, դու իրանց հետ կսկսես տաքանալ, կլցվես խոսքով։ Կարևորի տնային եկեղեցի գնալը ոնց որ նախապես գիտես, այս ինչ օրը գնալու ես, այս ինչ առեթի ու երբ որ այդ օրվա համար ինչ-որ բան են քեզ ասում ես, չէ, այդ օրը ես կարևոր տեղ ունեմ գնալու։ Եթե չես կարևորում, շատ բաներ կլինի այդ օրվա հետ կապված։ Թե եկեղեցի գալու, թե տնային եկեղեցի գնալու, մի ինքան առաջարկներ կգան թարսի պես հենց այդ օրը, ու եթե քո համար վերջի տեղն է տնային եկեղեցի գնալը, դու չես էլ գնա տնային եկեղեցի։ Գնաս այնտեղ, որտեղ քեզ ավելի հետաքրքիր է։ Հռոմեացի 16 առաջի խոսքից։ Ձեզ եմ հանձնարարում մեր Փիպե քրոջը, որ կենքրայի եկեղեցու սպասավորն է, որ Տիրոջով ընդունեք նրան ինչպես վայել է սրբերին։ Պողոս առաքյալը նամակ է գրում տնային եկեղեցուն ու ասում է ձեզ եմ հանձնարարում մեր Փիպե քրոջը, որ կենքրը եկեղեցու սպասավորն է, որպեսզի իրան ընդունեն, որ Տիրոջով ընդունեք նրան ինչպես վայել է սրբերին, այսինքն մի այնպիսի սուրբ մարդու է ուղարկում, որ որպես սրբի ընդունեք եկեղեցու մի անդամի եւ նրան օգնեք ինչ բանում ձեր կարիքն ունի, քանի որ ինքն էլ շատերին է օգնության հասել, ինչպես եւ ինձ։ Փիպե քրոջը ուղարկում է եւ ասում է որպես մի սուրբի ընդունեք։ Գիտես մեր եկեղեցի էլ որ գալիս է որ եկեղեցուց մեկը մեր հորը ասում է ընդունեք, տարեք, տեղավորեք, ինչի կարիք ունի։ Բայց եթե այդ մարդը ունի վկայություն, եթե այդ մարդը ինքն էլ է հասնում, իր մասին ասում են, այս մարդն է եկել դիմավորեք։ Բայց երբ որ գալիս է մեկը, որ հնազանդություն չունի, հպարտության մեջ է ու տարիներով գալիս է եկեղեցի, ոչ մի փոփոխություն չունի, նախապես ասում են իրանից զգուշ ու ինքը գալիս է, տենում է, որ իր մասին հոգ չեն տանում, ասում է, էսի լավ եկեղեցի չի։ Ես եկա, ասում է, իմ կարիքներս չհոգացին։ Բայց նախ դու պետք է լինես այդ մարդը։ Նախ դու պիտի հոգաս, որ քո մասին գրեն, փոխանցեն, ասեն, այս մարդը գալիս է որպես մի սրբի, նա Աստծո զավակն է, իրան ընդունեք։ Ողջունեք Պրիսկիղային եւ Ակյուղասին, Հիսուս Քրիստոսով իմ գործակիցներին, այսինքն Աստծո ծառայողներին, որ իմ կյանքի համար իրենց պարանոցներն առաջարկեցին, որոնցից ոչ միայն ես եմ շնորհակալ, այլև հեթանոսների բոլոր եկեղեցիները։ Ուրեմն Պրիսկիղան եւ Ակյուղասը ծառայող մարդիկ էին եւ ասում են նրան ոչ միայն ես եմ շնորհակալ, այլ բոլոր հեթանոս եկեղեցիները, այսինքն այնքան ծառայություն են արել հեթանոսների համար, նրանք էլ են շնորհակալ։ Ասում են նրանք իրենց պարանոցները իմ համար դրեցին, այսինքն իրենց կյանքը տվեցին, պատրաստ էին կյանքը տալու, որ ես փրկվեմ։ Իրանք իմ գործակիցներն են։ Ողջունեք նաև նրանց տան եկեղեցուն, այսինքն Պրիսկիղան եւ Ակյուղաս ունեն տնային եկեղեցի։ Բարև տվեք իմ սիրելի Եպետոսին, որ Աքայայի մեջ Քրիստոսի առաջին պտուղն է։ Պատկերացրեք Պողոս առաքյալը գրում է. Բարևեք Արամենց տան տնային եկեղեցուն։ Բարևեք Անահիտին, որ իմ առաջի պտուղն է Ռաստովում, ասենք։ Բարևեք Տիգրանին, որ կյանքը տալիս է Տիրոջ համար։ Բարևեք Մելան քրոջը, որ ասում է ինձանից առաջ էր հավատացյալ, կամ Մարիամ քրոջը, որ աղոթքով կանգնած է եկեղեցու համար։ Պողոս առաքյալը հերթով նշում է ամեն մի հավատացյալի, որ ինքը վառվում է Տիրոջ համար, որ բաց չի թողում տնային եկեղեցին, որ այդ եկեղեցու անդամն է, որ իր համար կարևոր է ամեն մի շփումը, ամեն մի խոսքը, ամեն մի ծառայությունը, որ անում է Տիրոջ անունով։ Ստրանով այրևում դու պահում ես իր խոսքը, դու սիրում ես իրան։
Եթե ինձ սիրում է, իմ խոսքը կպահի։ Եթե ինձ սիրում է, իր հիմքը ամուր կդնի։ Ինչքան ամուր է մեր հիմքը, այդքան ամուր է մեր հոգևոր շինությունը։ Երբ որ մենք նոր ենք գալիս, ամեն մի ծառայության մասնակցել, ամեն մի խոսքով ապրելը, դա հիմք է մեր հոգևոր կյանքի մեջ։ Երբ որ մենք խոսքը ընդունում ենք, գրում ենք մեր տախտակների մեջ, դա հիմք է, որ մենք դրա վրա կառուցենք մեր հոգևոր կյանքը։ Եթե չես վարվում Քրիստոսով, տարիներով գալիս ես ու քեզ ձանձրացնում, ուրեմն հիմքը չես դրել, խոսքը չի ապրում քո մեջ։ Եթե հիմք չկա, շինության համար ամենակարևորը հիմքն է։ Հիմքը եթե ֆունդամենտը թույլ դրեցիր ու վրան մի հատ պինդ կառույց կառուցեցիր, կքանդվի։ Քրիստոսն է հիմքը, ասում է ես եմ խոսքը, ես եմ բանը։ Եվ բանը մարմին դարձավ եւ բնակվեց մեր մեջ։ Ինչքանով ենք մենք թույլ տալի, որ Քրիստոսը բնակվի մեր մեջ։ Ինչքանով ենք ուրախանում մի խոսք լսելուց Քրիստոսի մասին։ Դի վազես, պետք է գնաս տնային, մի հատ տեղ բաց չթողես, որ Քրիստոսի խոսքն է խոսվում։ Փառք Տիրոջը։ Մատթեոս 11:27 Ամեն բան ինձ է տրված իմ հորից, ոչ ոք չի ճանաչում որդուն բացի հորից, և ոչ ոք չի ճանաչում հորը բացի որդուց, և նրանց, ում որդին կամենա հայտնել, ում որդին կամենում է, հայտնում է հոր մասին։ Ինձ մոտ եկեք բոլոր հոգնածներ և բեռնավորվածներ, և ես ձեզ հանգստություն կտամ։ Մենք այս կյանքում շատ հոգսեր ու խնդիրներ ենք ունենում, և մտնում ենք այդ հոգսերի տակ ու տանջվելով մտածում ենք, թե մենք սա հարցերը կլուծենք։ Տեր ասում է ինձ տվեք, ես ձեզ կսովորացնեմ ապրել։ Ես որ նոր էի ապաշխարել, ասում էի Տեր սովորացրու ինձ ապրեմ, որովհետև երբ որ ապաշխարում ես, մի հատ նոր իրականության մեջ ես մտնում։ Առաջ դու ուրիշ գաղափարներով էիր ապրում, հիմա ուրիշ գաղափարներով ես ապրում։ Ու քեզ պետք է իմանաս Աստծո ճշմարտությունը, Աստծո խոսքը, որ իմանաս ոնց ապրես։ Ու Աստված քեզ տալիս է իր ճշմարտությունները, թե ամեն իրավիճակի մեջ դու ոնց լուծում գտնես։ Ու հասկանում ես, այդ բեռները, որ դու տանում ես, այդ չի տանես, պրոստը պետք է տաս իրան, դու արդեն իր խոսքը պրոստը կատարի։ Իմ լուծը ձեր վրա վերցրեք և ինձնից սովորեցեք, որ ես հեզ եմ ու սրտով խոնար։ Որն է իր լուծը, որ տալիս է մեզ։ Որ մենք մի հոգու պատմենք Տիրոջ մասին։ Նրա ցավը այդ է, որ մի հոգի փրկվի, որ իր երեխեքը ողջ չմնան։ Ամեն մեկը, որ լսում է ու չի ճանաչում Քրիստոսին, Քրիստոսը քեզ սիրում է։ Ուզում է, որ դու դառնաս իրան։ Ուզում է դու էլ դառնաս իր ընտանիքի մի մասը։ Որ թողես ամեն դժվարություն, ամեն մի լուծ ու գաս իր հետևից, որովհետև կյանքը իր մեջ է, ճշմարտությունը իր մեջ է, այս աշխարհի ամեն հոգսերով, ամեն իրականությամբ ապրելով ասում է, խոտի պես է քո կյանքը, կչորանաս կգնաս, ոնց որ խոտնա չորանում է, գցում են վառվելու, ոչ մեկի պետք չի։ Եվ ձեր անձերի համար հանգստություն կգտնեք, որովհետև իմ լուծը քաղցր է և իմ բեռը թեթև։
Տիրոջը ամեն խոսքերի համար, ամեն ճշմարտության համար, ամեն հոգատարության համար, որ նա հոգա տանում մեր մասին, որ մեզ տալիս է ճշմարտության խոսքերը, որ մեզ տալիս է ճանապարհները դեպի իրան գնալու, որ վերցնում է մեր վրայից մեր հոգսերը, մեր դժվարությունները, այն ամեն ինչը, որ մեր համար անհնար է, իր համար հնարավոր է։ Մենք չենք կարա, ինքը գիտի ամեն ինչ, ինքը ամեն հնարավորություն ունի, ում ինչ ժամանակին պետք է նա է տալիս, բայց նա ասում է նախ փնտրեք Աստծո թագավորությունը։ Առանց Աստծո թագավորության գնալու, ինչ իմաստ ունի 50 տարի կապրես, թե 100 տարի մեկ ամի վարկյանի պես անցնում։ Բայց Տերը մեզ հավիտենական է տալիս։ Հավիտենական բնակարաններում մեզ տեղ է ուզում տա Տերը։ Մենք մեր կյանքը դնում ենք մի տուն չենք կարող կառուցենք, որ թողելու են գնանք, անկախ մեր կյանքից ժամը եկավ գնալու ես, կամ Տիրոջ մոտ, կամ վատ տեղ։ Բայց Տերը հավիտենական բնակարաններում ուզում է մեզ տուն տա։ Տերը սիրում է ամեն մեկին, որ իր կարիքն ունի, որ ուզում է ապրի այդ հավիտենական բնակարաններում։ Տա Աստված, որ ամեն մի լսողը բացի իր սիրտը, ամեն մեկը փնտրի իր ճանապարհները, որ մենք չնայենք մեր ցանկություններին, որ առաջի տեղը Տերը լինի մեր կյանքում, նրա խոսքով ապրելը լինի, որ մեզ չձանձրացնի իր խոսքը լսելը, որ մեզ չձանձրացնի իրան փառաբանելը, որովհետև մենք պիտի փառաբանենք իրան, մենք պիտի երկրպագենք, մենք պիտի հնազանդվենք իրան, իրանից սովորենք խոնարհությունն ու հնազանդությունը։ Եկ կանգնենք աղոթքի։ Փառք քեզ ամենակարող Տեր, գոհանում ենք այսօրվա համար, այս ծառայության համար, ամեն խոսքի համար, որ դու տալիս ես մեզ զորացնելու, մեզ կենդանացնելու, մեզ ապրեցնելու քո ճանապարհների մեջ, զորացնում ես, որպես քո զավակներ Տեր իմ Աստված, որ քո խոսքը պարապ դուրս չգա մեր սրտերի մեջից, որ մարմին դառնա այդ խոսքը մեր կյանքի մեջ, որ մենք խոսքը լսող ու կատարողներ լինենք, որ մեր արմատները խորը լինի, որ մեր հիմքը ամուր լինի, Տեր իմ Աստված, որ մենք լրջությամբ մոտենանք ամեն խոսքի, որ չհոգնենք քո խոսքը լսելուց, Տեր իմ Աստված, պահի ու պաշտպանի ես եկեղեցին, պահի պաշտպանի ամեն մեկին, որ կլսի խոսքը, Տեր իմ Աստված, որպես պարարտ հող մեր սրտերը բաց լինի քո առաջ, Տեր իմ Աստված, փառք ու գոհություն քեզ, սիրելի Հայր, Որդի և Սուրբ Հոգի, հալելույա։